Բարեկալի Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Helpcourt AM նախագծի հեղինակ փաստաբան Լևոն Սահակյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Պարոն Սահակյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը դիմել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցին, առաջարկելով քննարկել դատավորների վարկանիշավորման, այսպես ձեր նախաձեռնած Helpcourt AM հարթակի գործունեության դադարեցման, ինչպես նաև դատավորներին հրապարակային դասակարգողի վարկանիշավորող մասնավոր հարթակների գործունեությունն օրենքով արգելելու նպատակահարմարությունը։ Երբ դուք կարդացիք այս նորությունը, այս լուրը, այս դիմումը, ձեր առաջին արձագանքը ո՞րն էր, ինչ մտածեցիք։ Առաջինը ինձ մոտ իրավական հարց առաջացավ, թե ինչու Հակակոռուպցիոն կոմիտեն Հակակոռուպցիոն կոմիտեն միջդատական վարույթ իրականացնող քննչական մարմին է ընդհանրապես, որը առաքելություն ունի ապահովելու դատարանների անկախությունը, իսկ այդ գրության բովանդակությունից երևում է, որ ամբողջովին նվիրված է այսպես դատարանների անկախությանը եւ օրենսդրական այդպիսի փոփոխություններով միտում ունի, որպեսզի դատարանները լինեն անկախ։ Ինքը դատարաններում ներկայացվող գործերի կողմերից մեկն է, այսպես ասեմ։ Այո, ասեմ ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեն մտածի դատավորների անկախությունը, կարող է մտածել, բայց ի նկատի ունեմ ապահովի։ Այո, իհարկե, Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է առաջին հերթին, նաև հանդիսանում է որպես կանոն մեր դատավարական հակառակորդը, փաստաբանների դատավարական հակառակորդը դատարաններում, եւ այստեղ հենց դա է, որ իրավական հարցը ինձ մոտ որ առաջացավ, դա էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեն օրենքով կամ սահմանադրության իրեն վերապահված որ լիազորությունն է ի կատարածում, երբ դիմում է նման գրության պարտադատության նախարարությանը։ Ձեր կարծիքով մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն պետական մարմինները կարող են կատարել բացառապես այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով կամ սահմանադրությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ կապ ունի։ Նույն տրամաբանությամբ այդ գրությունը կարող էր ուղղել առողջապահության նախարարը կամ որևէ այլ գերատեսչության ղեկավար։ Դե այդքան իրավապահ ոլորտի հետ կապ ունեցող գերատեսչություն է, բայց այնուամենայնիվ ՊԵԿ-ը կապ ունեցող է։ ՊԵԿ-ի իրավաբաններին մենք առավել հաճախ կարող ենք հանդիպել դատարանները, վարչական դատարաններում, այսինքն իրանք էլ են դատարան գալիս, գնում եւ այլն, իրանք էլ են շփվում դատավորների հետ։ Եվ նույն տրամաբանությամբ դատարանի անկախությունը բոլորի շահից է բխում։ Բայց ձեր կարծիքով այնուամենայնիվ լավ սկզբից անհասկանալի էր կամ հարցեր առաջացնում ինչու է դիմել Հակակոռուպցիոն կոմիտեն, բայց այնուամենայնիվ ըստ ձեզ ինչու է դիմել, ո՞րն է մոտիվը։ Տեսեք, ամբողջովին կարող ենք միայն ենթադրություններ անել, բայց ես ամենաշատը կողմ եմ այն ենթադրությանը եւ հպարտանում եմ այդ ենթադրությամբ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է այդ գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն, բացառապես այն հանգամանքից ելնելով, որ հանդիսանում է փաստաբանների դատավարական հակառակորդը եւ Helpcourt AM կայքը տհաճ է Հակակոռուպցիոն կոմիտեի համար, տհաճություններ է պատճառում Հակակոռուպցիոն կոմիտեին դատարաններում իրենց տեսակետը առաջ տանելու համար։ Ինչպես կարող է Helpcourt AM կայքը հանդիսանում է հարթակ, որտեղ վարկանիշավորվում կամ գնահատվում են դատավորները։ Գնահատվում են բավական պարզ մեթոդով փաստաբանների կողմից, որքան ես գիտեմ, եւ դրական եւ բացասական մոտավորապես այսպիսի գնահատականներ են տրվում։ Պարզ գնահատման, այսպես եղանակ է։ Ինչպես դա կարող է ազդել Հակակոռուպցիոն կոմիտեի դիրքերի վրա դատարաններում։ Ձեր հարցին կարող եմ պատասխանել երկար, կարող եմ պատասխանել կարճ։ Կարճ փորձենք։ Քանի որ դրանով հանրայնացնում են ակնհայտ ապօրինի դատական ակտերը Helpcourt-ով, քանի որ դրանով հանրայնացնում են հանրությանն է ներկայացվում ակնհայտ անհիմն անարդար դատական ակտ կայացրած փաստաբանների աչքերով դատավորների ցանկը։ Եվ դատարանները հենց Helpcourt.am կայքը նպաստում է դատարանների անկախությանը, ոչ թե հակառակը։ Այն ինչ որտեղ նաև հակակշիռ է պետական մարմինների, պետական լծակներին։ Շատ լավ, տեսեք, մի կողմից այո հարց կարող է առաջացնել, որ ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն դիմում, որովհետև ինքը հանդիսանում է
փաստաբանների, այսպես ասած, հակառակորդը, հակառակ կողմը դատարաններում, հա, մրցակիցը դատարաններում, եթե ավելի պոլիտկորեկտ արտահայտվենք, բայց մյուս կողմից էլ արդյոք ճիշտ է, որ կողմերից մեկն է գնահատում դատավորի գործունեությունը։ Օրինակ փաստաբանները գնահատում են լավ, մենք դուք տարօրինակ եք համարում, որ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է նման խնդրանքով արդարադատության նախարարությանը կամ դիմումով, բայց մյուս կողմից արդյոք ճիշտ է, որ այս տևական ժամանակ փաստաբանները գնահատում են դատավորների աշխատանքը, այն էլ պարզ համակարգով, դրական բացասական։ Տեսեք, ձեր կողմից բարձրացված հարցը բարձրացվել է նաև անպատասխան գրությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գրությամբ։ Անցնենք գրության բովանդակությանը եւ սկսենք հենց այդ կետից։ Տեսեք, ինչ է ասում գրությամբ։ Ասում է շահերի բախում է ստեղծում եւ դատարանների նկատմամբ արտաքին ազդեցության ռիսկ է։ Ասում է գնահատումը օբյեկտիվ չէ, քանի որ գնահատում են բացառապես փաստաբանները եւ դուրս են թողնվել դատախազները, քննիչները, մասնագիտական հանրույթի մյուս ներկայացուցիչները եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք, այս մասով իդեպ մենք էլ ենք արդարադատության նախարարությանը արդեն դիրքորոշում ուղարկել եւ անդրադարձել ենք նաեւ այս խնդրին։ Հիմա տեսեք, նախ եւ առաջ փաստաբանների help court-ում այլ երբ ստեղծվում էր help court-ը, մենք մտածում էինք դրա մասին, որ միգուցե ներգրավենք նաև քննիչներին, դատախազներին։ Իրենց էլ վարկարինիշավորենք, թե իրենք էլ վարկարինիշավորենք, այլ իրենք էլ փաստաբանների նման կարողանան գրանցվել եւ գնահատել դատավորներին։ Բայց կա մի հատ շատ մեծ մտավախություն։ Մտավախությունն նա է, որ պետական մարմիններում ծառայություն իրականացնող քննիչները, դատախազները իրենք չունեն փաստաբանի անկախությունը։ Եվ help court-ում մենք չենք կարող երաշխավորել, որ կոնկրետ քննիչը գնահատելով դատավորին գնահատում է շարժվելով իր կարծիքով։ Այսինքն որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վարչության պետի կողմից չի կարող իջեցվել հրահանգ, որ գիտեք ինչ, բոլորով, բոլոր քննիչներով հիմա այս դատավորին գնահատեք բացասական, այս դատավորին գնահատեք դրական։ Ու մենք չենք ստանա այն պատկերը, որը ստանում ենք հիմա փաստաբաններով։ Իսկ այն, որ փաստաբանները հազար ներողություն ավարտեն, տեսեք, նայեք։ Փաստաբանների ներսում նախ չի կարող լինել այդ բանը, բայց դրան հեսա անդրադառնամ։ Իսկ փաստաբանների մասով այնքան էլ ճիշտ չի անկարծիքը, որ միայն մի կողմն է գնահատում։ Փաստաբանը մի կողմ չի։ Մենք չենք նախ գնահատում միայն քրեական գործեր վարող դատավորներին, մենք գնահատում ենք քաղաքացիական, վարչական գործեր վարող դատավորներին, իսկ այդտեղ ցանկացած կողմի շահեր ներկայացնում է առանձին փաստաբան ու փաստաբանները այդ դեպքում արդեն փաստաբաններն են հանդիսանում դատավարական հակառակորդներ գնահատվում։ Միայն քաղաքացիական բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորները գնահատվում են։ Այդ թվում նաև քաղաքացիական գործի։ Հիմա տեսեք, չեն գնահատում, գնահատվում են։ Հիմա նայեք, քաղաքացիական գործով կա երկու կողմ, երկու կողմին ներկայացնում են փաստաբաններ։ Երկու փաստաբաններն էլ գնահատում են։ Դա արդեն չնշանակեց, որ միայն մի կողմին է տրվել։ Քրեական գործերով կա մեղադրյալ, կա տուժող, տուժողն էլ ունի ներկայացուցիչ։ Ինքն էլ է գնահատում փաստաբան, նա էլ է գնահատում։ Այսինքն բացառապես մի կողմը չի գնահատում։ Թյուրը սխալ է այն կարծիքը, որ բացառապես միայն այո, փաստաբանները երկու կողմից են հանդես գալիս։ Բայց շատ դեպքերում մի կողմը դատախազն է, շատ դեպքերում մեղադրող կողմն է լինում, այն մյուս կողմը։ Լինում է, որ մի կողմը դատախազն է, ընդհանրապես տուժող չկա, բայց հիմա վերադառնամ ձեր նախորդ բարձրացված խնդրին, փաստաբանների մոտ հնարավոր է հրահանգ, թե ոչ։ Ոչ թե հրահանգ, ներքին պայմանավորվածություն։ Ներքին պայմանավորվածությունը շատ դժվար է փաստաբանների մոտ, ասեմ ինչու, որովհետև փաստաբանները հաճախում են դատարաններ։ Փաստաբանը այս առաջի եւ վերջի գործը չի, որ այս դատավորի մոտ ունի, ու փաստաբանների անկախությունը չի կարելի համեմատել քննիչների կամ դատախազների անկախության հետ։ Նրանք սուբորդինացիոն կերպով գործող մարմիններ են, օրենքով սահմանված կարգով։ Փաստաբանները այդպես չէ, փաստաբանները անկախ են։ Հիմա բերեմ help court-ի օրինակը։ Տեսեք, help court-ը ստեղծվել է, այո։ Ես հանդիսանում եմ help court-ի հիմնադիրը։ Help court-ը 100%-ով անկախ է այն ընկերությունից, որտեղ որ ես աշխատում եմ, եմ իրավաբանական ընկերությունից։ Դեռևս 10 քանի տարի այնտեղ եմ աշխատում։ Help court-ը
Բացարձակ անկախ է փաստաբանների միությունից, փաստաբանության միության նախագահից, Helpcourt-ը անկախ է ինձնից այն իմաստով, որովհետև այնտեղ գնահատում են փաստաբանները ինձնից անկախ։ Այսինքն դուք մոդերացիա բան այնտեղ Ես կատարում եմ, ես պարզապես կազմակերպչական աշխատանքն եմ իրականացնում, բայց Helpcourt-ի ճակատագիրը որոշում են Հայաստանի Հանրապետության փաստաբանները։ Թե որ դատավորը ինչ վարկանիշ կունենա, փաստաբաններն են որոշում, ոչ թե ես։ Ես այնտեղ մեկ փաստաբանի ձայնի իրավունք ունեմ ընդհանրապես որպես փաստաբան Լևոն Սահակյան, այո։ Տեսեք, իսկ այն մոտեցումը, որ Եվ երկրորդն էլ նախորդ հացի հետ կապված, եւ երկրորդը այդ քննիչներն ու դատախազները ինչի չեն գնահատում, մի տեխնիկական պատճառ էլ կա։ Այդքան քննիչի եւ դատախազի գնահատելու հնարավորություն տալը ինքը լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում։ դե լավ, այդ կարելի է կազմակերպել, դա խնդիր չի։ Շատ հեշտ չի կազմակերպելը։ Դա ուղղակի մարդիկ պետք է գրանցվեն եւ դրական բացասական գնահատեն։ Ներկայիս տեղեկատվական դարում դա շատ հեշտ է։ Տեսեք, դուք ունեք օրինակ քննիչների ցանկ։ Դուք կարող եք ստուգեք արդյոք այդ քննիչն է գրանցվում, թե ուրիշ մարդ է գրանցվում։ Մենք այդ ինֆորմացիան չունենք, դա պիտի մեզ հետ համագործակցեն է պետական մարմինները, որպեսզի մենք կարողանանք իրենց գրանցել։ Այդ թվում դատախազությունը պետք է նույնականացվեն, դուք պետք է նույնականացվեն։ Մենք օրինակ փաստաբաններին կարողանում ենք նույնականացնել։ Փաստաբանական համայնքն էլ փոքր չի, բավական մեծ է։ Չի, 3000-4000 հոգանոց համայնք է, բայց մենք կարողանում ենք իրենց նույնականացնել։ Քննիչներին ու դատախազներին նույնականացնել հեշտ չէ։ Ու այդ լրացուցիչ ռեսուրսները մենք չունենք։ Մենք Helpcourt-ի, այսպես ասած, արդյունքներով 10 դրամ եկամուտ որևէ մեկին չի ապահովվել։ Բայց 10 տարի շարունակ այնտեղ միայն ներդրումներ են։ Կարծում եք իսկապես դժվար է նույնականացնելը, նույն քննիչների անունները, ազգանունները, չգիտեմ, նույն պաշտոնական կայքերում կա, քննիչների, բոլոր քննիչների անուններն ու ազգանունները դատախազներինը կա, մյուսների բոլորին է, Հայաստանի Հանրապետության բոլորին է, ես չեմ հանդիպել այդպես։ Բացի այդ, ես եթե այդ տվյալ մարմինները կցանկանան, որպեսզի մասնակցեն վարկանիշավորմանը, թող համագործակցեն մեր հետ, մենք լրացուցիչ փաստաբաններով կքննարկենք, արդյոք իրանք էլ մասնակցեն գնահատմանը, թե ոչ։ Կքննարկենք այդ անկախության հետ կապված գործը։ Ինչպես պետք է քննարկենք, նկատի ունեմ Helpcourt TM-ը ունի, արդյոք հոգաբարձների Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ փաստաբանների հետ։ Չէ, դե պետք է մի մարմին լինի, ոչ թե որ Լևոն Սահակյանը որոշում կայացնի, այլ կայ որոշում կայացնի այդ մարմինը, օրինակ հոգաբարձների խորհուրդ, ինչ որ բան կա այդ։ Իսկ որտեղ է գրված այդ պիտին։ Չկա այդպիսի պիտի։ Helpcourt-ը, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության փաստաբաններին է պատկանում, նրանք են որոշում Helpcourt-ի ճակատագիրը եւ նրանք էլ պիտի ընդհանուր քննարկման արդյունքում հասկանան։ Ես ընդհանրապես փաստաբան պետք է քննարկի եւ որոշում կայացնի։ Շահագրգիռները այնպես չի, որ 3000-ը հիմա գնահատում են Helpcourt-ում։ Քանի որքանն է մասնակցում մոտ 1500-2000 է երևի, չեմ հիշում հիմա։ Բայց այնպես չի, որ բոլորը մասնակցում են Helpcourt-ում եւ գնահատում են։ Այդպես շահագրգիռ փաստաբանները ով կցանկանա։ Ուղղակի պետք է դիմող կողմը իմանա, որ եթե դուք նման առաջարկ եք անում, դիմող կողմը ենթադրում եմ, չէ, պետք է իմանա, որ արդյոք այդ որոշում կայացրած որոշումը ոչ թե մեկ անձի որոշում է, որը կգա եւ կհայտնի ես քննարկեցի, չգիտեմ, շահագրգիռ փաստաբանների հետ եւ այդ որոշումն ունենք, կարող է լինել այնպես, որ այն մյուս շահագրգիռ խումբն էլ ասի, չէ, մենք դեմ ենք, ով պետք է որոշի եւ կշռի այս խմբի կարծիքն է դոմինանտ, թե այս մյուս խմբի կարծիքը։ Ոնց որ Helpcourt-ը միջ այս 10 տարիների ընթացքում իր որոշումները կայացրել է եւ շարունակել է, այդպես էլ այդ հարցին կանդրադառնալ։ Իսկ ինչ որոշումներ կայացրել։ Որոշումները կայացրել օրինակ անցյալ տարի նաեւ վարկանիշավորվեցին նոտարները։ Որոշում է կայացվել, որ ինչ որ տարի վարկանիշավորվել է փաստաբանների պալատի նախագահի տեխնացումները եւ շարքել որոշում։ Եվ ովքեր են որոշում կայացրել։ Դուք եք կայացրել այդ որոշումը, թե մի քանի փաստաբաններով։ Ես քննարկելով հետաքրքրված փաստաբանների հետ։ Հասկացա։ Լավ, այնուամենայնիվ ասում է հետեւյալը նաև այդ դիմումում հակակոռուպցիոն կոմիտեի, որ հարթակի մեթոդաբանությունն է վիճարկում, նշելով, որ դատավորի աշխատանքը չի կարող գնահատվել միայն դրական եւ բացասական միավորով։ Ինչպես եք վերաբերում այս պահանջին կամ այս առարկությանը, որովհետեւ իսկապես դատավարական process-ը բավական մեծ process է, հա, մեծ ծավալի նյութ է կուտակվում, այդ ծավալի նյութը քննվում է, դրա հիման վրա կայացվում է որոշում
եւ վերջում մի հատ այսպես երկու կոճակ է դրվում։ Դրական է գնահատում, թե բացասական է գնահատում։ Սա շատ չի պարզունակացնում, պարզեցնում, այսպես ասենք, հա դատավորի պրիմիտիվացնում դատավորի աշխատանքը եւ դրա արդյունքի գնահատումը։ Առաջին հայացքից այո։ Իդեպ Help-Court-ի ստեղծման օրվանից մենք միշտ ասել ենք, որ Help-Court-ը դատավորների վարկանիշավորման եւ գնահատման կատարյալ համակարգ չէ, բայց մենք դեռ չենք հանդիպել սրանից ավելի լավին։ Դեմոկրատիայի օրենքով կատարյալ համակարգ չէ, բայց դրանից լավ դեռ չենք հանդիպել, բայց դա ընդհանրապես առաջին հայացքից։ Հիմա տեսեք, այդ հարցը նույնպես բարձրացվել էր գրության։ Հիմա դրան երկու կողմից անդրադառնամ, նախ կոպիտ կողմից։ Մենք ենք գնահատում, մենք ենք որոշում ոնց ենք գնահատում։ Այսինքն պարզ եղանակով ենք գնահատում, թե բարդ եղանակով ենք գնահատում։ Դա մեր փաստաբանների գործն է եւ որևէ այլ մարմնին չի վերաբերում, թե մենք ինչ մեթոդաբանությամբ ենք գնահատում։ Լավն է, վատն է, Help-Court-ի գործն է եւ մեր փաստաբանների գործն է։ Եվ երկրորդ կտորը, ինչքանով է դա արդարացվում։ Տեսեք, հիմա եթե մենք այս 10 տարվա վիճակագրությունը բացենք ու տեսնենք լավագույն դատավորներին, այո, առաջի 10 լավագույն դատավորներին։ Ու պատահականության սկզբունքով Հայաստանի Հանրապետության գործող փաստաբաններից 50 փաստաբանի հարցնեք, ասեք այս դատավորները ինչ կարգի դատավորներ են։ Այդ 50 փաստաբանների երևի 45-ը մոտավորապես կասի հրաշալի դատավորներ են։ Այսինքն փաստաբանական համայնքի ներսում կարծիքը համընկնում է Help-Court-ում տեղադրված այդ վարկանիշի հետ։ Այսինքն եթե դուք հարցնեք, իրենք ասեն հրաշալի փաստաբաններ են։ Հիմա այստեղ հարց է ծագում, բա լավ։ Տեսեք, անդրադառնում եմ նաև սրա հետ կապակցված մեկ այլ խնդրի։ Մի փաստաբանի օգտին դատական ակտ կայացվում, գնահատում է դրական, մյուս փաստաբանի ի վնաս կայացվում է դատական ակտ, գնահատում է բացասական։ Սրա մասին նույնպես բարձրացվել էր, որ կարող են թիրախավորվել, չգիտեմ, անհարկի խրախուսվել։ Դատավորները կարող են փաստաբանների միջոցով ապահովել իրենց վերաբերյալ դրական դրան են հեսա կառադառնամ։ Հիմա նայեք, փորձը ինչ է ցույց տալիս, որ հակակոռուպցիոն կոմիտե, որ ոչ կան դատավորներ, մի քիչ առաջ մենք խոսացինք, չէ՞, որ միշտ երկու կողմ են, փաստաբաններն էլ են երկու կողմ, որ երբ կայացնում են դատական ակտեր, բնականաբար ի օգուտ մեկի է, ի վնաս մյուսի, բայց ոչ միշտ է, որ ի վնաս ում կայացվել է դատական ակտը, այդ փաստաբանը գնում եւ այդ դատավորին բացասական գնահատում։ Ու գիտեք դա ինչով է պայմանավորված։ Դա առավելագույնս պայմանավորված է տվյալ դատական ակտի պատճառաբանությամբ։ Երբ դատարանը այնպես է պատճառաբանում ի վնաս ձեզ կայացված դատական ակտը, որ դրանից հետո ձեր ձեռքը չի գնում գնալ եւ բացասական գնահատել այդ դատավորին։ Այստեղից էլ գալիս է այն միտքը, որ այո, առաջին հայացքից པարզ դրական բացասական եւ գնահատում են փաստաբանները, բայց դրա տակ կա շատ լուր խորը վերլուծություն։ Հա, գիտեն ինչի համար է բացասական, ինչի համար է դրական։ Այնուամենայնիվ, երբ դատավորը կայացնում, այդ ձեր ասած, օրինակ, չգիտեմ, վարկանիշով, եթե նայում ենք առաջին 10 լավագույն դատավորները, որ ունեն բարձր վարկանիշ, ըստ Help-Court-ում կայքի, հա, դուք դիտարկել եք արդյոք, օրինակ, այդ դատավորների կայացրած որոշումները, որոնցից դժգոհ է եղել, օրինակ, չգիտեմ, մի կողմը, հա, պաշտպանվող կողմը կամ չգիտեմ, բան կողմը, հայտ ներկայացրած կողմը, հա, մեղադրող կողմը, այդ դատավորների կայացրած որոշումները երկրորդ, երրորդ ատյաններում վիճարկվել են, թե չեն վիճարկվել։ Եղել է որ վիճարկվել են, եղել է որ չեն վիճարկվել։ Որովհետև եթե ինքը մեծ հաշվով դժգոհ լինելով, բայց համարի հիմնավորված այդ որոշումը դժվար վիճարկի։ Հնարավոր է։ Տեսեք, դատավորների, որ օրինակ առաջի 10 տեղերում ձեր ասած դատավորները, հա, որ ընդհանուր վարկանիշը նրանց բարձր է, բայց այդ չի նշանակում, որ բացասական գնահատած փաստաբանները չկան։ Ուղղակի դրանց ընդհանուրը այդպես դրական է։ Շատ լավ։ Այնուամենայնիվ դուք օրինակ ստացել եք արձագանք կամ չգիտեմ, խոսել եք արդյոք այլ ատյանների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես զբաղվում են դատավորների անկախության եւ դատավորների համայնքի հետ կապված հարցերով, օրինակ, չգիտեմ, բարձրագույն դատական խորհուրդը, որը մետապես բարձրագույն դատական խորհրդի դատավորներն էլ են մեզ մոտ վարկանիշավորվում։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ, եթե դիմեին, մեծ հաշվով պետք է այդ կառույցները դիմեին նման խնդրանքով, որովհետեւ հենց ԲԴԽ-ն է նաև դատավորների վարքի հետ կապված հարցերով զբաղվում, մեծ հաշվով անկախության հետ կապված հարցերով զբաղվում եւ այլ, հա։ Օրինակ ԲԴԽ-ի կարծիքը ինչպիսին է նախ Help-Court-ի վերաբերյալ եւ այս դիմումի վերաբերյալ։ Դուք ունեք նման արձագանք, թե չունեք կոլեգաներից։ Եթե չեմ հիշում,
ժամանակին լրատվական միջոցներով կարդացել էի մոտավորապես ԲԴԽ-ից էր թե ԲԴԽ որևէ անդամից էր Helpcourt-ի վերաբերյալ դիրքորոշում, բայց հիմա հստակ չեմ կարող ասել նման կերպ եմ ինչ-որ բան լսել, արձագանք, բայց կոնկրետ եթե չեմ սխալվում բացասական, բայց ոչ պաշտոնական ինչ-որ լրատվամիջոցից կարդացած նյութ եմ ես հիմա հղում կատարում, բայց ընդհանուր առմամբ մեզ հետ որ քննարկում կատարվի, եկեք մի հատ հասկանանք, սա դատավորների անկախությանը դեմ է, օգուտ է, նման ինչ-որ քննարկումներ մեզ հետ դուք այս գործընթացում քաղաքական որևէ ենթատեքստ տեսնում եք։ Որ գործընթացում։ Այս Helpcourt-ը, այսինքն այս վարկանիշավորման Helpcourt-ը եւ այլ կայքեր շատ կարճ պատասխանեմ, չեմ ուզում տեսնել։ Պարզապես չեմ ուզում տեսնել։ Որովհետեւ տեսեք, քաղաքական իշխանությունը ասում է հետեւյալը. դատական իշխանության վերաբերյալ ունեն իրենք որոշակի վերաբերմունք, այդ որ վերաբերմունքը մեծ հաշվով ինչ որ առումով բացասական է, որովհետեւ ասում են, որ այդ դատաիրավական համակարգի նկատմամբ այս ընտրությունների կոնտեքստում իշխանություններին եղել են հարցեր եւ իշխանությունների համար ամենաթույլ կետը իրենց եղել է դա, որ չեն կարողացել պատասխանել այդ հարցերին եւ ասում են, որ այն իշխանությունը, որը չի գալիս ժողովրդից եւ չի արտահայտում մեծ հաշվով ժողովրդի տրամադրությունները, այդ իշխանությունը չի կարող լինել որպես այդպիսին իշխանությունից դատական իշխանության թև է։ Մի կողմից այդպես է ասում, բայց մյուս կողմից այս Helpcourt կայքը, օրինակ որպես վարկանիշավորման տարբերակ, ինչ որ առումով հանրային որոշակի արձագանք է ապահովում եւ որոշակի ինչ որ լեգիտիմության որոշակի բաները, հա, այսպես նշույլներ է տալիս այդ ամեն ինչին։ Ես այս ամբողջի համատեքստում էի որ ցանկանում դուք դիտարկել, կա նման քաղաքական ենթատեքստ, թե չկա ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել, բայց չեմ ուզում տեսնել քաղաքական ենթատեքստ, ես այստեղ դրա մասին չեմ ուզում մտածել անգամ, բայց ոչինչ բացառել չեմ կարող։ Հասկանալի է եւ ձեր անելիքները որոնք են լինելու, այսինքն հիմա ինչ պետք է անի ըստ հերթականության, հա, այս դիմումը ներկայացվել է արտադրության նախարարությունը արդյոք կարող է կայք փակելու որոշում կայացնել կամ օրենք, որովհետեւ եթե վերանանք մեծ հաշվով իրավիճակից, ինքը սովորական մի կայք է, որտեղ մարդկանց վարկանիշավորում են պաշտոնյաների, չգիտեմ, եւ այլ, որն է առանձնահատկությունը սրա, ինչպես կարող են կայքը փակել։ Եվ եթե փակեն դուք ինչ եք անում։ Ես նույնպես չեմ պատկերացնում ու ուշագրավ էր, գիտեք նաեւ որ հանգամանքը, երբ այդ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից ներկայացված գրությամբ ամբողջովին հիմնավորումները դատական անկախությանն էին վերաբերվում, բայց առաջարկ արդարադատության նախարարին դադարեցնել Helpcourt-ի գործունեությունը։ Միջդեռ Helpcourt-ը միայն դատավորներ չի վարկանիշավորում։ Այսինքն կայք փակելու օրենք չեմ պատկերացնում ինչպես պիտի ընդունվի, միգուցե ընդունվի օրենք, որ Հայաստանում արգելվում է փաստաբաններին կարծիքը հանրայնացնել, ես չեմ պատկերացնում դատավորների վերաբերյալ ամփոփ կարծիք ունենալ եւ ներկայաց բանանել, հանրությանը տեղյակ պահել դրա մասին, այդ պարագայում Helpcourt-ը կշարունակի իր գործունեությունը, վարկանիշավորման գործունեությունը, դատավորներին որոշակի պահ չի վարկանիշավորի, եթե նման օրենք ընդունվի, մենք չենք պատրաստվում օրենք խախտել, մինչև այդ օրենքի ճակատագիրը տեսնենք ինչ է լինում սահմանադրական դատարանում, դիմելու եք սահմանադրական դատարան եւ տարբեր այլ այցաններ։ Կարծում եմ իրավական լուծում հաստատ կգտնենք։ Հասկացա, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Լևոն Սահակյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։